Այսօր սրտից դրված է խոսել հետևյալի մասին։ Ունենք խնդիրներ, ունենք խնդիրներ, ունենք դժվարություններ։ Ամեն մեկս հոգսեր ունենք։ Բայց հետաքրքիր է, աղոթում ենք, հոգսին պատասխան չկա, բժշկություն չկա։ Նորից նույն խնդիրների, խնդիրների մեջ ենք, որն է պատճառը։ Սրա համար անդրադառնում եմ մեկ համարի եւ այստեղ մի քանի կետեր կա, որին ուզում ենք նայել։ Կարդում եմ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 29-ից 32-րդ համարները։ Մեկ ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոս հրեաներին, եւ ոչ թե հետանոսներին, անհավատներին, այլ հրեաներին, որոնք որ գիտեին օրենքը, գիտեին Աստծո խոսքը։ Գրված է հետևյալը. «Եվ ինձ ուղարկող ինձ հետ է, ինձ մենակ չթողնում հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում»։ Երբ որ այս բաները խոսում էր, շատեր հավատացին նրան, եւ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասեց. «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ»։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ինքը Տեր Հիսուս Քրիստոս եկել է, եկավ որպեսզի գերիներին ազատություն տար։ Խոսքը երկու կողմերի մասին չէ, որ կռիվ են տվել, մեկը մյուսին գերի է վերցրել, եւ այդ գերությունից եկել էր ազատելու, չէ։ Այսօր ամեն մեկ անձնություն իրեն կյանքի մեջ ունի գերություն, կախվածություն։ Ամեն մեկս մեր սրտի մեջ սա կարող ենք տեսնել։ Աստված եկել է որպեսզի այդ ազատությունը տա, բայց հարցը հետևյալն է, ինչու համար այդ ազատությունը չկա, որն է պատճառը։ Բազում անգամ աղոթում ենք, ես շատ անգամ անդրադարձել եմ 91-րդ Սաղմոսի հետևյալ տողերին, սա քրիստոնյայի, ամեն մեկ քրիստոնյայի փափագն է, խնդրվածն է։ Ուշադրություն դարձրեք 91 Սաղմոսի 14 համարի նախաբանը կամ բուն միտքը չեմ կարդում հետևանքները, որ այսօր մենք ամեն մեկս ուզում ենք, գրված է, ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան, փառավոր կանեմ նրան, երկայն օրով կշատացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Չէ՞ որ սա է մեր ամեն մեկի խնդրվածքը։ Բայց ինչու համար չի ստասում, որն է պատճառը։ Ինչն է խնդիրը, այս խնդրի վրայով ես ուզում եմ անդրադառնալ, որպեսզի մեր ամեն մեկի աղոթքի պատասխանը լինի, որ մենք կարողանանք իրոք սա տեսնել։ Սուրբ Գիրքը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով հետևյալն է սովորում։ Առաջին միտքը սա է. ինձ ուղարկողը ինձի հետ է։ Երբ է Աստված մարդուն թողում, Սողոմոնը հետ խոսեց, բայց նաև կարդում եմ մեկ համար, որը գրված է Հեսուի գրքի մեջ։ Այսօր ամեն մեկ անձնություն գիտի իրեն ներսի, դին, գիտի ինչ վիճակի է, թե այդպես չէ։ Դու քո սրտի միջինը գիտես, ավելին, ինչ ես մտածում, ինչ ես խորում։ Հիշում եք, Հեսուն, երբ որ ելավ պատերազմելու գահի դեմ, պարտություն կրեց։ Եվ գրված է 7-րդ գլուխ Հեսու 10 համարից, որ Հեսուն ընկավ Աստծո առաջին եւ սկսեց ողբալ, Տերն ասեց. Հեսու վեր կաց, ինչու համար ես այսպես երեսիդ վայր ընկել։ Իսրայելը մեղ գործեց։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք 12-րդ համարի վերջնամասում գրված է. եւ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովքը ձեր միջիցը բնաչինչ չանեք։ Հարցը հետևյալն է, որն է նզովքը։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, նզովքի տակ շատ մարդիկ հասկանում են, չգիտեմ ինչ մեծ մեղք էր, անհնազանդությունը։ Ամենակալ Աստված պատվեր էր տվել Իսրայել ազգին, երբ որ Երիկովի վրա իրանք հարձակվեցին, ասելով, որ որից է մեկ բան նզոված չվերցնեք։ Ընդամենը մեկ բան պիտի չվերցնեն եւ մեկ անձնավորություն, աքար, Աստծո խոսքը խախտելով Իսրայելին տարավ պարտության։ Այսօր, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում, ամենակալ Աստված Հեսուի բերանով խոսում է մեզ հետ, այնտեղ գրված է Իսրայելը մեղ գործեց։ Իսրայելը ես եւ դու ենք, քույրս, եղբայրս, եւ ամեն մեկից մեջ կարող է լինել աքար, որպեսզի Աստված ինձ եւ քեզ հետ լինի, միակ ճանապարհը սա է, աքարը դուրս անեն։
Եթե սոր ակարը դուրս չես անում, երբեք Աստված քեզ հետ չի լինելու։ Նորից եմ կարդում այդ տողերը, որտեղ որ ինքը ամենակալ Աստված պատվիրում է ինձ եւ քեզ։ Գրված է. «Եվ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովացը ձեր միջիցը բնաչին չանեք, ակարը պիտի բնաչինչվի»։ Իսկ ո՞րն է ակարը։ Այսօր ամեն մեկիս մեջ կա ակար։ Մեր եսը, մեր հպարտությունը, մեր փառքը։ Միջև սա բնաչին չլինի, Աստված մեզ հետ չի լինի։ Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք Եսայի մարգարություն 57-րդ գլուխ, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը, Աստված այսօր ուզում է մեր մեջ բնակվել, իսկ ում մեջն է բնակվում ինքը ամենակալ Աստված։ Եսայի մարգարության 57-ի մեջ կարդում ենք 15 համարից, որովհետև այսպես ասում բարձր եւ բարձյալը, հավիտյանականության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողներ, որ խոնար հոգին կենտանացնեմ սրտով կոտրվածները։ Աստծո բնակատեղին սա։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Սողոմոնին ինքը պատվիրում էր, ամենամեծ տաճարն էր շինված։ Եվ այսօր երբ որ մենք նայում ենք, Աստված անձեռակորս տաճար ամեն մեկիս մեջ դրել է։ Եվ առաջի Կորինթացիս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինչը հորդորում Պողոս առաքյալի շուրթերով ինքը ամենակալ Տերը, մեզ ամեն մեկիս։ Կարդում եմ առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ գրված 16-17 համարները։ Չգիտեք որ դուք Աստծո տաճար եք։ Մի անձեռակորս տաճար, որի մեջ պիտի բնակվի Աստված։ Հիմի հարցը հետևյալն է, Աստված իմ եւ քո մեջ բնակվում է թե չէ։ Ուղղակի ես ուզում եմ ինձ եւ քեզ հարց տամ, եթե ես ապրում եմ, ասում եմ, Աստված իմ մեջ բնակվում է, ես ինչ կյանքով կապրեմ։ Ինչ կմտածեմ, ինչ կխորեմ, կատեմ կտատեմ։ Սիրելի եղբայրս, քույրս, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու սա հասկանանք, ինձ ուղարկողը ինձի հետ է։ Հեսուի գրքից եմ կարդում, հիշում եք, Մովսեսին փոխարինեց Հեսուն։ Ժողովուրդը Հեսուին ինչ էր ասում։ Ուշադրություն դարձրեք, Հեսուի գիրք առաջի գլուխ 16-17 համարներն են։ Եվ Հեսուին պատասխանեցին եւ ասացին. ամեն ինչ որ պատվիրեցիր կանենք, եւ ուր որ մեզ ուղարկես կգնանք։ Ինչպես որ Մովսեսին ենք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր մենք պիտի լուրջ մտածենք։ Աստված պատրաստ է եւ համաձայն է եւ ասել ամեն մեկ հետ պիտի լինի։ Եվ ամեն մեկին տեսնում է ինքը, որից մեկին անտեսած չէ։ Թեկուզ աշխարհի ամենավատ անձնավորությունը Աստված այդ մարդուն չի անտեսե։ Եվ այսօր Աստված Սողոմոնի միջոցով ասում էր հետևյալը. եթե իմ օրենքները, պատվիրանքները պահես, ես ձեզ հետ կլինեմ։ Բայց ինչի ինձ եւ քեզ հետ չի, ո՞րն է պատճառը։ Հեսուի գրքի մեջ ասում էր, եթե նզով կդուշ չանեք, ես ձեզ հետ չեմ լինի։ Եղբայրս, քույրս, այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասին։ Երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, կարծես թե ամեն բան լավ է, ո՞րն է լավ, Աստված թողել է։ Ինչ այսօր քաղաքին պատասխան չկա։ Ողբում ենք, լաց ենք լինում։ Ամիսներ շարունակ պատասխանը չկա, ո՞րն է պատճառը։ Իսկ անել ուզում ես աղակիր, Աստված չի լսելու։ Պատճառը հետևյալն է, որ դու թողել ես Աստծուն։ Քույրս, եղբայրս, շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինձ ուղարկող ինձ հետ է, ինչու էր Աստված Հիսուսի հետ, Հիսուս մարդու հետ։ Եվ այսօր կուզեի, որպեսզի ամեն մեկը սա տեսնենք, ինչու համար Աստված ինձ հետ չէ, ո՞րն է բուն պատճառը։ Շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, Հիսուսը փաստում է հետևյալը ասելով, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Միշտ չի գրված շաբաթը մեկ անգամ, ամիսը մեկ անգամ, տարին մեկ անգամ, միշտ հաճելի բաներ եմ անում։ Իսկ ո՞րն է ամենահաճելին Աստծո առաջին։ Լավ, ես ինչ անեմ, որպեսզի Աստծո աչքին ես հաճելի երևամ։ Կարդում եմ մեկ համար, սա գրված է Մանկան վրայով, առաջի թագավորած 2-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 26 համարի մեջ, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ 26 համարի մեջ։ Եվ Սամուել մարմունքը օրեցօր մեծանում էր, հաճել էր թե Տիրոջը եւ թե մարդկանց։ Հետաքրքիր է,
Այդ մանուկը ինչ էր անում, որ Աստծուն հաճել էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, որն է Տիրոջ հաճությունը։ Եբրայեցիս 11-ի 6 համար մեջ գրված է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել։ Այսինքն ամենամեծ բանը, որ Աստված այսօր հաճենում է եւ ուզում է տեսնել, սա մարդու կյանքի մեջ Աստծուն հավատալն է։ Բազում անգամ խոսել ենք այս մասին Աստծուն հավատալու վրա։ Հիմի հարցը հետևյալն է, ինչ չափով ես հավատում։ Իշքանը մեծ օրինակները տվե։ Եթե այսօր որից է մեկ անձնարություն ավակ եղբայրներից մեկը կա քո տանը շաբաթ մի շաբաթ մնա, ամեն կերպ կաշատես հաճոյանալ։ Այդպես է թե չէ։ Ամեն օր կկարդաս, ամեն օր կաղոթես, վերջը լավ վերաբերմունք ցույց կտաս։ Բայց այսօր դու հավատում ես, որ Աստված քեզ հետ է։ Ինչի ամեն օր ես կյանքը չես ապրում։ Եթե ավակ եղբայրը քեզ հետ լինի, հարց եմ տալիս, կպամպասես, կատես, մեղ կգործես։ Դու չես հավատում, որ Աստված քեզի հետ է։ Չես հավատում, որ Աստծո աչքերը ամեն վարքյան քեզ տեսնում են։ Աստծո աչքին փակված չէ, ծածկված չէ քո որից է մեկ ծածուկ բան։ Եվ այսօր երբ որ մենք նայում ենք, ամենամեծ հաճությունը հավատալ Աստծո խոսքին։ Այսօր որից է մեկ բան պետք չէ անել, որպեսզի Աստված հաճենա քեզ։ Երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ, անառակ որդու մեծ եղբայրը ապրել էր հոր տան մեջ, ամեն բան արել էր հոր համար, որից է մեկտեղ հոր խոսքից դուրս չէր եկել։ Բայց ինքը չէր հավատում, որ ուրախությունը հայրն է։ Հիմի հարց եմ տալիս, Աստծուն սա հաճել է։ Իհարկե ոչ։ Ինչու համար իմ աղոթքին պատասխան չկա, որն է պատճառը։ 91 Սամոսի 14 համար երբ որ կարդացի, առաջի միտքը սա էր, որովհետև նա ինձ ցանկացավ։ Որն է Ասապի ցանկությունը։ Ինչու համար Ասապը ցանկանում Տիրոջը։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ երկրորդ օրինաց գրքում ուշադրություն դարձրեք, բազում անգամ ներողություն երկրորդ մնացորդաց գրքում անգամ խոսվել է այս մասին 26-րդ գլխի 5-րդ համարն է։ Նորից եմ հիշեցնում, Իսրայելի ամենածանր ժամանակահատվածը թագավորական շրջանն էր։ Ինչու համար, որովհետև իրենք Աստծուն թողել էին։ Որովհետև իրենք մերժեցին Աստծո թագավորությունը եւ իրենք ուզեցան, որպեսզի իրենց վրա դրվի մարդկային թագավոր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Իսրայելի ամենածանր ժամանակահատվածն է, եւ նայեք այս թագավորի խնդրվածքին։ Խոսքը Ոզայի մասին է։ 26-րդ գլխի 5 համարի վերջնամասում, երբ որ մենք կարդում ենք, գրված է. քանի ժամանակ նա որ խնդրում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։ Հիմա քուրես եղբայրս, ուղղակի ուզում եմ այս միտքը լուրջ ուշադրությամբ նայենք եւ քննենք։ Քանի ժամանակ նա խնդրում էր Տիրոջը։ Եբրայեցիս 11-ի 6 համարի վերջնամասում գրված է. եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եվ նույն խոսքը Ասապն էր ասում 73-րդ Սամոսի 25 համարի մեջ. ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Սիրելիս, սա է Աստծո ամենամեծ հաճությունը, երբ որ քո սիրտը ուղղված է դեպի իրեն։ Երբ որ քո սրտում դու հավատում ես, որ կյանքը եւ ուրախությունը Քրիստոս է։ Ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Ուշադրություն դարձեք, մենք շատ անգամ խոսում ենք հավատքից կամ խոսում ենք Քրիստոս կյանքից։ Մենք հավատում ենք, որ Աստված կա։ Չկա այստեղ որից է մեկ անձնարություն, որը կասկածի Աստծո գոյության վրա։ Բայց հարցս հետևյալն է. ես հավատում եմ, որ ամենակալ Աստված ինձ ընտրել է, որ ապրեմ սուրբ կյանքով, իրեն հաճելի կյանքով։ Հավատում է, որ ինքը կարող է ապրել այդ սուրբ կյանքը։ Լինում է պարակա շատ անգամ մարդիկ հետևյալ մեջ բերումն են անում։ Կա այդ ձևի մարդ, որ մեղ չգործի։ Կա մարդ, որը սուրբ կյանքով ապրի, բայց հակադարձում եմ Աստծո խոսքով հետևյալը. երկինք մտնելու են սուրբեր, ուրեմն մենք չենք մտնելու երկինք։ Եղբայրս, քույրս, Աստված քեզ ինչ է, կանչ է։
Կարդամ ես համարը մեր բոլորի շինության համար եւ ես կուզեմ, որպեսզի մենք այսպես ապրենք։ Շատերի մեջ դաչվել է հետեւյալ սխալ հոգեբանությունը, որ մարդը երկրի վրա չի կարող ապրել սուրբ կյանք, ուրեմն փակ է երկինքը։ Ղևտացիների 20-րդ գլուխ 26 համարը մեջ գրված է. եւ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետեւ ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերիցը, որ իմը լինեք։ Աստված որոշել է։ Հավիտենական տարերից առաջ Աստված որոշել է, որ դու իրենն ես։ Եթե Աստված քեզ ընտրել է, Աստված քեզ կանչել է, ուրեմն ինքը սխալվում է։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր երբ որ մենք խոսում ենք ասուն հաճելի վիճակ, սա է ասուն հաճելի վիճակ, երբ որ մարդը տավանում է, որ Աստված իրեն համար կյանքն է, եւ ինքը ձգտում է այս վիճակին։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 1:21-ում ասում էր. ինձ համար կյանքը Քրիստոսը։ Հիմա հարցը ինձ եւ քեզ է ուղղված. մեզ համար կյանքը Քրիստոսը։ Եթե ինձ համար կյանքը Քրիստոսը, ես ամեն բան կանեմ, որպեսզի այդ կյանքը ունենամ։ Ամեն բան։ Պողոս առաքյալն ինչ էր ասում, ուշադրություն դարձրեք Պողոսի կերպարին։ Առաջի Կորինթացիս թղթերի մեջ երբ որ մենք կարդում ենք, Պողոսը նայեք ինչ է մեզ ամեն մեկից նախապատրաստում, որ տանում է հետևյալ վիճակին։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլխում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ սա է սորոսում։ 6:12-ը։ Ամեն բան օրինավոր ինձ, բայց ամեն օգուտ չէ։ Ուշադրություն դարձրեք, ես մասին բազում անգամ խոսել եմ։ Պողոս առաքյալը խոսում է հետևյալը. ամեն բան օրինավոր է ինձ։ Հարց եմ տալիս, գողությունը, անառակությունը, մարտահրավերությունը օրինավոր է։ Հիմա Պողոսը ինչի վրա է խոսում, ամեն բան օրինավոր ինձ։ Այսինքն օրենքի շրջանակում ինչ որ կա, ինքը սա անում է եւ սա օրինավոր է, որից է մեկտեղ օրինազանցություն չէ։ Բայց ուշադրություն դարձեք, ուր է տանում Պողոս առաքյալը, մեզ բերում է հետեւյալին, որ մենք կարողանանք իրենպես ասենք, որ մեզ համար կյանքը Քրիստոս է, եւ այդ կյանքի համար նայեք ինչ է անում։ Կարդում եմ Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 7-8 համար։ Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բանը վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Հարց եմ տալիս, սա ասուն հաճելի էր թե չէ։ Ամեն բան աղբ է համարում լոկ մեկ բանի համար, որ շահի կյանքը։ Բայց հետաքրքիր է, Պողոսը ինչն է աղբ համարում։ Ուշադրություն դարձրեք, 6:12 առաջի Կորինթացիս ինքը խոսում է օրինական դաշտի վրայով, այն ինչ որ օրինավոր է, որից մեջ մեղք չկա։ Ինքը սա աղբ է համարում, գրված է, եթե իմ միս ուտելով եղբայրս պիտի կայտակվի, ես բնավ միս չեմ ուտել։ Հարց եմ տալիս, միս ուտելը մեղք է։ Լինում է պարակա, մարդիկ ասում են, ես այս թողեցի, այն թողեցի, թողել ես մեղքը։ Պողոս առաքյալը ասում է, օրինավոր դաշտի մեջ աղբ եմ համարում, այդ ամենը գցում եմ մեկում, լոկ մեկ բան, որ Քրիստոսին շահեմ, որովհետև ինքը հավատում էր, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Սա ասում հաճել է։ Քուրս եղբայրս, մենք շատ անգամ ինչ-որ բաներ անում ենք, ասում հաճելի չէ։ Ուղղակի ինքդ քեզ հարց տուր կամ մտածիր, այն ինչ որ անում ես։ Չեղել բաներ, որ արել ես, վերջը օրինավոր է, բայց զգացել ես, որ սրտիդ մեջ է տրտմություն։ Սուրբ գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք, Պողոս առաքյալը հետևյալն էր ասում, այնպես գնացեք, ինչպես կվայելեք Քրիստոսին։ Այսօր որ քայլը անում ես, մտածիր, այդ քայլը ասուն հաճելի է թե չէ։ Քրիստոս ասում է հետևյալը, որտեղ ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Եվ առաքյալը տանում է մտքին, այնպես գնացեք, ինչպես կվայելեք Քրիստոսին, որ քո քայլերը ապրած կյանքը Տիրոջը հաճելի լինեն։ Ահա սա է իմ որդին, որին ես հավանեցի։ Այսօր Աստված ուզում է քեզ ասել այդ միտքը, այդ խոսքը, որ քեզ հավանել է։ Ղուկաս ավետարան առաջ գլուխ երբ որ մենք կարդում ենք, Տիրոջ խոսքը Մարիամի վրայով սա էր ասում. ողջույն քեզ, ով շնորհընկալ, օշնյալ ես կանանց մեջ։ Հետաքրքիր է, ինչքան կույսեր կային այդ ժամանակահատվածում, բայց Մարիամի ապրած կյանքը ասուն հաճելի էր։
Այսօր Աստված ուզում է, որ այդ հաճելությունը լինի մեր ամեն մեկի վրա, որ մենք ապրենք այդպիսի հաճելի կյանքով։ Եվ հիշեցրեցի Սամուել մանուկի վրա, որ գրված է Սամուել մանուկը մեծանում էր եւ հաճել էր թե Տիրոջը եւ թե մարդկանց։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս թղթերի մեջ մեկ միտք է մեզ բերում ամենակալ Աստված, գրված է, որի հաճությունը ոչ թե մարդկանցից է, այլ Աստվածանից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մարդ բնությունը միշտ ձգտում է առաջինը հաճո լինել մարդկանց։ Այդ միտքը բազում անգամ ասել եմ, Տոլստոյը, որ ասում էր, մարդուն չի հետաքրքրում իր իրական վիճակը, իրեն հետաքրքրում է մեկ բան, միջավայրի կարծիք իրեն մասին, մարդկանց կարծիք իրեն մասին։ Եվ այսօր մենք նույն ձգտումն ունենք, լավ քարոզեմ, լավ պատրաստվեմ, լավ ծառայություն անեմ, ասուն սա չի հետաքրքրում, ասուն հետաքրքրում է մեկ բան, քո ապրած կյանքը իրեն հաճելի է թե չէ։ Մեծ եղբայրը ապրել էր հորտան մեջ, ասում է միջև անգամ մեկ կետ քեզ քո ասածից երբեք հետ չեմ քաշվել, ամեն ինչ արել եմ, ինչ որ պատվիրել ես, բայց ասում սա հաճելի չէր, որն է պատճառը, որտեվ այդ մեծ որդու հաճությունը կամ փապակը ոչ թե հայրն էր, այլ հոր ունեցվածքը։ Եբրայեցիս 11:6-ը սա էր ասում, թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Մենք որ իրեն ես խնդրում, թե իրենից ես խնդրում։ Եթե իրենից ես խնդրում, իրեն չես խնդրում, ասում սա հաճելի չէ։ Եթե դու այսօր սուրբ կյանքով չես ապրում եւ չես հավատում հետեւյալը, որ Աստված քեզ կանչել է, որ դու ժառանգես հավիտենությունը, որտեւ հավիտենություն ժառանգել են սուրբերը, սա ասում հաճելի չէ։ Ասում հաճելի չէ, որ ասել խոսքը մղվում է հետին պլան։ Ասում հաճելի չէ, որ դու իրան պատվիրանը չես պահում։ Ես բազում անգամ երկրորդ օրինաց 28 համարը կարդացել եմ։ Ուղղակի կուզեմ նորից կարդալ այդ միտքը, քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր կյանքի մեջ օրհնությունը որտեղից է ծնվում։ Երկրորդ օրինաց 28-ի առաջի համարից, եւ եթե քո Յովասոյ ցանին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք այսօր ես քեզ պատվիրում եմ, քո Յովասվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանե։ Այսինքն Աստված այդ վիճակին է նայում, հաճությունը այստեղ է։ Նորից եմ անդրադառնում Սողոմոնին խոսքերը, եւ Տիրոջ խոսքը եղավ Սողոմոնին ասելով. այս տունը դու շինում ես, եթե դու գնաս իմ պատվիրանքներով, իմ իրավունքները կատարես, պահես իմ ամեն հրամանները, որոնցում գնաս, այն ժամանակ ես կհաստատեմ իմ խոսքը քեզ հետ, որ քո այր Դավիթ հետ խոսել եմ, եւ քեզ եւ կբնակվեմ Իսրայել որդկանց մեջ, եւ իմ Իսրայել ժողովրդին չեմ թողի։ Սիրելիս, Աստված իրեն սիրածներին չի թողում, գիտեք։ Կխրատի, կնախատի, կծեցի, բայց չի թողի։ Խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու այսօր սա կարողանանք հասկանալ։ Շարունակության մեջ է, որ մենք կարդում ենք, ինչ է ասում հետաքրքիր է Տիրոջ խոսքը։ Եվ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասեց. հավատացած հրեաներին։ Հրեաներն անհավատ էին։ Այսինքն հրեաների մեջ կային մարդիկ, որոնք որ հավատացին Հիսուսի խոսքին, հավատացին, որ Քրիստոս է կյանքը։ Առաջի Հովանու 5:9 համարը բազում անգամ սրա մասին խոսվել է։ Ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Եթե կարդամ ուղղակի կուզեի, որպեսզի այսօր անձնաքննություն լինի մեր կյանքի մեջ։ Եթե մարդկանց վկայություն ընդունում եք, ավելի մեծ է Աստծո վկայությունը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդ այսօր շատ բաների մասին կարող է վկայել։ Կարող է վկայել հարստության մասին, փառքի մասին, կնոջ մասին, ամուսնու մասին, երեխայի մասին, լավ տան, չգիտեմ, լավ ապրելակերպի մասին։ Ես միշտ ասել եմ, մարդիկ ինչի թողեցին Հայաստանը եւ մեծ արտագաղթ եղավ։ Կեսը Ռուսաստան, կեսը Ամերիկա, կեսը Եվրոպա, մարդիկ հավատացին մարդու խոսքին եւ մարդու վկայությանը։ Մարդիկ ասացին Եվրոպայում շատ լավ է։ Ոչ այնտեղ խնդրեմ կա, ոչ այնտեղ խնդիր կա, սոցիալը նայում է բժշկությունը անվճար է, մարդիկ հավատալով այս խոսքին գնացին։ Բայց հարցը հետեւյալն է. մենք հավատում ենք Աստծո վկայությանը։
Եվ որն է այդ վկայությունը։ Շարունակության մեջ գրված է. Աստված վկայեց իր որդու համար, որ կյանքը որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդուն չունի, կյանք չունի։ Հիմա քուրս եղբայրս, եթե այսօր ես չեմ ապրում կյանք, որի մեջ Քրիստոս է, եւ իմ մեջ Քրիստոս չէ, ես պիտի մտածեմ։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդուն չունի, կյանք չունի։ Իսկ որդին ունենալու համար ինչ է պետք։ Ապրել Աստծուն հաճելի կյանք։ Իսկ ո՞րն է Աստծուն հաճելի կյանքը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ոչ թե օրենքների կատարում, այլ կյանքի փոփոխությունը, վերստին ծնունդը։ Նիկոդեմոսին ինչ էր ասում։ Նիկոդեմոսը Աստծո խոսքին տեղյակ չէր։ Հրեած իշխան, սինագոգի անդամ, իր մասին խոսում է դրականը։ Ինքը Հիսուսին սինագոգի մեջ պաշտպանում էր, թեպետև մտածում էր, որ կարող է իրեն էլ պրոբլեմ ստեղծեն, բայց ինքը պաշտպանում էր։ Բայց Աստված Նիկոդեմոսին ինչ էր ասում, որ Նիկոդեմոս, ես ապրած այդ կյանքը բավարար չէ ասում, պետք է քեզ կյանքի փոփոխություն։ Եվ այսօր Աստված խոսում է մեր ամեն մեկի հետ։ Լոկ եկեղեցի գալ, հաճախել գնալը բավարար չէ, պետք է կյանքի փոփոխություն։ Լինում է բարակա հարց են տալիս, մարդը կարող է պահել Աստծո ամբողջ օրենքը։ Սուրբ Գրքի մեջ գրված է, որ որից մեկ օրենքի չի կարող պահել։ Ես Սուրբ Գրքով փաստում եմ հետևյալը. եթե մարդը ապրում է Քրիստոսի մեջ եւ Քրիստոս իրեն մեջ, բոլոր օրենքները պահված են։ Քուրս ջան, եղբայրներ ջան, օրենք պահել, այսինքն աստվածային կյանքով ապրել։ Եթե վերստին ծնունդ ես ունեցել, փոխվել է էությունդ, Աստված քեզ նոր սիրտ է տվել, նոր կյանք է տվել, դու կապրես առանց որևէ խնդիր ունենալու։ Այսօր մարդ բնություն ունի։ Մարդկային բոլոր օրենքները իրեն մեջ կա։ Ինչ եք մտածում, մարդը խորում մտածում է շնչի արտաշնչի, կամ մտածում է, երբ որ հացը ուտում է, թքակերծը պիտի աշխատի, այնտեղ ենթաստամոքսային հյութը պիտի արտադրվի։ Մարդը սա չի անում, բնականաբար սա ընտանում է իրեն մեջ, մարդ բնության մեջ է։ Եթե դու աստվածային բնություն ունես, այդ բոլոր օրենքները արդեն իսկ պահված են։ Դու չես ցկտում, չես մտածում անեմ կամ չանեմ, անում ես այն, ինչ որ Աստծուն հաճելի է։ Այսօր ժամանակը հատվածն է, որ ես եւ դու կարողանանք սա խորել մտածել եւ իրեն հավատացյալ հրեաներին ասեց, իրեն հավատացող հրեաներին։ Մենք այդ հավատացող հրեաներն ենք։ Հիմա հարցը հետեւյալն է, եղբայրս քույրս։ Ես եւ դու հավատում ենք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Շատ անգամ ես օրինակը տալիս եմ, եթե մեկը գա ու ասի, գիտես, եղբայր, մի հատ նոր տեղ է հայտնաբերվել, ու այդ տեղի արժեքը $1000 է։ Եթե այդ տեղը խմես, կդառնաս 20 տարեկան։ Հարց եմ տալիս, ես այդ տեղը կառնեմ, թե չէ։ Անպայման կառնեմ, մարդու համար ամենաթանկ բանը կյանքն է։ Լինում է պարակապ, որ մարդն ասում է կյանքից հոգնել եմ։ Մարդը հոգնել է կյանքի այդ դժվարություններից, բայց կյանքից չի հոգնում։ Մարդը ուզում է ապրել։ Ինչքան եղե գնացել ենք մարդու վերջի շնչի ժամանակ, երբ որ հարցրել ենք ինչ ես ուզում, միակ պատասխանը եղել է հետևյալը՝ կյանքը։ Ուզում եմ ապրել։ Եթե ես հավատամ, որ այդ տեղը խմելով կդառնամ 20 տարեկան, փողն էլ չունենամ, պարտքով կվերցնեմ, այդ տեղը կառնեմ։ Այսօր Աստված քեզ տալիս է հավիտենության տեղը, առանց գումարի։ Գումար չի ուզում, ընդամենը մեկ բան, պիտի հավատաս, որ կյանքը իրեն մեջ է, եւ այդ կյանքը, որ ինք ունի, կփոխանցի քեզ։